Սոցմեդիան վաղուց արդեն պարզապես հաղորդակցման հարթակ չէ։ Սա հրաշալի միջոց է ինչպես բրենդաշինության, այնպես էլ վաճառքների խթանման, ռեալիզացման, նույն կերպ նաև հաճախորդների հետ երկարաժամկետ մնայուն հարաբերություններ կառուցելու համար։ Ժամանակակից բիզնեսի համար սոցմեդիան ապահովում է տեսանելիություն, ճանաչելիություն, վաճառք և հաճախորդների պահպանում։ Սակայն սոցմեդիայի ընձեռած հնարավորությունները կարող եք կիրառել ի օգուտ ձեր բրենդի միայն այն դեպքում, եթե տիրապետում եք վաճառքի ձագարին։ Այն է, կարողանում եք գրագետ կառուցել բրենդի հետ ծանոթություն, առաջացնել հետաքրքրվածություն և ապա միայն գնալ դեպի վաճառք։ Շատ կարևոր է այս 3 տարբեր էտապներում նկատի ունենալ, որ էտապներից յուրաքանչյուրը պահանջում է համապատասխան կոնտենտ, համապատասխան ռազմավարություն և թվայնացումը, որով դուք չափում եք ձեր գնահատած արդյունքները, նույնպես տարբեր է։ Այս ամենում ձեր աշխատանքի բոլոր էտապներում ձեր աշխատանքը չափելի է։ Օրինակ ծանոթության էտապում ձեր աշխատանքի չափման միավորը հանդիսանում են պարզապես դիտումները, բայց արդեն հետաքրքրվածության էտապում շատ կարևոր է ուշադրություն դարձնել նաև առաջին անգամ ձեզ ուղղված նամակներին, մեկնաբանություններին, ձեր կոնտենտի պահպանմանն ու ձեր կոնտենտով այլ օգտատերերի կիսվելու հավանականությանն ու քանակին։ Իսկ ահա երրորդ վաճառքի էտապում անպայման ուշադրություն դարձրեք ոչ թե ուղղակի վաճառքի քանակին, այլ նաև այն հանգամանքին, թե միևնույն հաճախորդը քանի անգամ է վերադառնում դեպի ձեր բրենդ, եթե վերադառնում է։